Առաջի հարցս վերաբերվում է տրանսպորտին, չարչարկված տրանսպորտին, ուրեմն տեսեք, ասում եք տրանսպորտը բարեփոխել եք, բայց խնդիրները շարունակվում են, ես հիմա մի բանի մասին խոսեմ, երկու ավելի ճիշտ, խնդրի մասին, որ իր հետևից բերում է հաջորդիվ խնդիրները, ուրեմն տրանսպորտը եթե բարեփոխել եք վարորդներին, դասընթացներ, վարվելակերպի հետ կապված, մարդկային շփումների հետ կապված որոշակի տրեյնինգներ անցկացնում եք, թե չէ, կամ ընդհանրապես իրանց վարելու հետ կապված ոնց մեքենա վարեն, կանգառներում ոնց կանգառանեն, ինչի համար եմ ասում, որովհետև իրանց կանգառներում կանգնելու պատճառով կամ սխալ կանգնելու պատճառով կարող են առաջանալ խցանումներ, այսինքն կանգառից դուրս կանգնեն, դա նկատի ունեմ, կանգնեն կանգառում երկրորդ գիծ օրինակի համար ու կանգառում առաջանա խցանումներ կանգառի սահմաններում, արդյոք այդ մարդկանց ասում է, որ չի կարելի կանգառից դուրս կանգառանել, թեկուզ կանգառից առաջ ու հետո կամ կանգառում ուղղակի երկրորդ գիծ, սա տրանսպորտի հետ կապված եւ երկրորդ մասը իմ հարցի վարվելակերպի հետ կապված վարորդների, ուրեմն ապրիլի 17-ին ժամը 18:40, ես դրա մասին նաև գրառում եմ արել ու քաղաքապետարին նշել եմ, նաև իրավապահ մարմիններին եմ նշել, բայց հիմա, քանի որ անցած նիստին դուք նիստի կեսից գնացիք ու չվերադարձաք, առիթ չէր դրա մասին ձեզ ասելու, հիմա եմ ասում, ապրիլի 17-ին ժամը 18:40, 7 համարի Ժողովրդի Մակնիշի ավտոբուսը, 54-53 համարի, քաղաքացուն կնոջը Ղարաբաղցի, Արցախցի լինելու պատճառով իջեցրել ավտոբուսից, բարձրաձայն այդ կնոջ հասցեին ատելության խոսք ասելով։ Պատճառը եղել է այն, որ կինը ուղղակի վարորդին նկատողություն արագ քշելու համար, ասել է դանդաղ քշի, մարդ է տեղափոխում։ Արդյոք այս դեպքի հետ կապված տվյալ վարորդը պատժվել է թե չէ, կամ պատժվելու է թե չէ, ինչ որ գործողություն արվելու է թե չէ, որպեսզի սա իր հետևից չբերի նոր նմանատիպ դեպքերի։ Սա խստիվ դատապարտելի է ու պետքա սա իր գնահատականը ստանա։ Սա է մի հարցս։ Շնորհակալ եմ պարոն Դանելյան, ես միանշանակ կհամաձայնեմ եմ ձեր գնահատականների հետ, մասնավորապես որևէ տեսակի խտրական վերաբերմունք, որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալու եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, այլ առհասարակ յուրաքանչյուր մարդու նկատմամբ նման խտրական վերաբերմունքն անընդունելի է։ Ինչ վերաբերում է, թե ինչ վերահսկողական մեխանիզմներ են ներդրվել եւ կոնկրետ այս դեպքով ենթադրում եմ տեղեկատվություն ունենք, թե չունենք։ Դեպքի մասին ես նոր տեղեկացա, բայց կարող ենք ընդհանուրը ներկայացրեք դեպքը, հետո կհասկանանք։ Շնորհակալություն պարոն Դանելյան, ուրեմն ձեր ասացի հետ կապված նախ ասեմ, որ 3 գործակարգավորական խորհրդակցությանը ավտոբուս ՓԲ-ի տնօրենի կողմից հենց զեկուցվել է ձեր ասած մեխանիզմների առկայության եւ ներդրման մասին, մասնավորապես, որ դրանից առաջ քաղաքապետը տվել էր հանձնարարական, որ վարորդների աշխատանքի ընդունման գործընթացի տրամաբանությունը պետքա փոխվի, այսինքն նաեւ մենք պետքա այն վարորդներին, որոնք ունեն դեկարգ, բայց կոնկրետ պրակտիկ աշխատանքի ընդունվելուց երևում է, որ համապատասխան հմտություններ դեռ չունեն, իրականացնենք ուսուցում, ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ, ինչպես նաև դա վերաբերի ոչ միայն նոր ընդունվող վարորդներին, այլ նաև գործող վարորդներին, ուստի պատասխանը միանշանակ այո է ձեր հարցին, որ այդ գործընթացը տեղի է ունենում, ասեմ ավելին, որ իմ կողմից անձամբ մոնիտորինգ է վարվում թեժ գծով եւ ակտիվ քաղաքացի հավելվածով կոնկրետ վարորդների վարվելակերպի հետ կապված բողոքների քանակի մասով եւ ստեղ ունենք նվազում, ինչը իհարկե չի բացառում, որ առանձին դեպքեր կարող են լինել, ինչ վերաբերում է վերահսկողական մեխանիզմներին, ասեմ, որ արդեն ավտոբուսների մեծ մասում մենք տեսաձայնագրման հնարավորություն, այսինքն տեսնում ենք լայվ ռեժիմով կամերաների ուրեմն տեսաձայնագրումը, ինչպես նաեւ ձայնային, ինչը մեզ թույլ կտա ձեր ասած դեպքը, որը ապրիլի 17-ին 18:40 54-53 ավտոբուսում է տեղի ունեցել, մի հատ հետաքննենք պայմանական ասված եւ հասկանանք, որ բնականաբար եթե բոլոր փաստերը
ամբողջությամբ այդպես են, սա ինչի եմ ասում, որտեղ ենթադրում եմ դուք անմիջապես այդտեղ չեն եղել, ձեզ փոխանցել են, միգուցե հատվածական են փոխանցել, բայց եթե ամեն դեպքում խտրական խոսք է հնչել, ես չեմ կարծում, որ դրան կարող է լինել որևէ արդարացում եւ համապատասխան պատասխանատվության միջոցը վստահ վրա կհասնի։ Ինչ վերաբերում է երկրորդ գիծ կայանելուն, ես ուզում եմ հասկանամ, այսինքն մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որ ասենք, չգիտեմ, կանգառը ազատ է եւ ավտոբուսը եկել է երկրորդ գիծը այդ պայմաններում կայանել, թե օրինակ խոսում ենք այն դեպքի մասին, որ մեկ այլ ավտոբուս էլ է կայանել եւ ուղղակի ավտոբուսը մյուսը հնարավորություն չի ունեցել, կամ մարդատար տաքսի ավտոմեքենաներ կամ ուղղակի մասնավոր ավտոմեքենաներ են հաճախ կանգառը զբաղեցնում, ինչի հետ կապված մենք մեր ՆԳՆ գործընկերներին ահազանգում ենք եւ խնդրում ենք, որպեսզի այդ ավտոմեքենաները տարհանեն, իրանք էլ իրենց ռեսուրսների շրջանակներում իհարկե աջակցում են, բայց այնպես չի, որ 100%-անոց է։ Եթե եղել է այնպես, որ ազատ կանգառի պայմաններում երկրորդ գիծա կանգնել, էդ էլ եթե տեղով ժամանակով կարող եք ասել, մեր վերահսկողական միջոցները այսօր դա էլ ստուգելու հնարավորություն տալիս են, բայց թույլ տվեք ենթադրել, որ ինչ որ խոչընդոտ է եղել ամեն դեպքում կանգառում կայանելու, որ ստիպված է եղել վարորդը երկրորդ գիծ կանգնի։ Շնորհակալություն։ Պարոն Դանելյան, Ուրեմն առաջի դեպքի հետ կապված, կնոջ դեպքի հետ կապված հուսով եմ նաև ես կիմանամ, նաև հանրությունը կիմանա, որ եթե տենց դեպքը եղել է ու այդ վարորդը պատժվել է, որովհետև այդ կինը այդ 150 դրամը վճարել է, բայց ճանապարհի կեսից իջացրել, ինքը տեղ չի հասել, ասենք նպատակակետին չի հասել, որտեղ որ գնալուց էր, տուն է գնալուց էր, տուն չի հասել, իջեցրել են։ Իսկ այս մի դեպքի հետ կապված ասեմ, ես ինքս ակտիվ օգտվում եմ տրանսպորտից, ու այդ դեպքերին շատ եմ ականատես լինում, բայց բառացիորեն հիմա ժամը քանիսն է, հիմա ժամը ուրեմն 4-ն է, ժամ ու կես առաջվա ինֆորմացիա 10:37 է հիմա։ Ուրեմն մի ժամվա առաջվա ինֆորմացիա եմ ասում, ժամը 14:30-ի սահմաններում է եղել, ինձ հեռախոսով գրեցին, դեպքը եղել է Խանջան փողոցում, մանկավարժական համալսարանի մոտ։ Ուսանողը իջել է համալսարանից, մոտեցել է կանգառ, 7 համար տրանսպորտ ավտոբուսը Ժոնգթոնգը մոտեցել է, չի կանգնել կանգառում, կանգառից դուրս կանգնել մարդ է իջեցել, այսինքն հավանաբար մարդ է իջնելուց եղել, ու զգուշացրել է պահի իջնեմ արդեն, պահել է կանգառից դուրս, այդ վարորդը ուղևորը իջել է, այդ ուսանողները ովքեր որ սպասելուց են եղել, իրանցից արդեն հեռու է եղել ու երկրորդ գիծ է եղել, աղջիկներ են եղել, չեն ուզել գնան առաջ ու նստեն այդ 7 համարի Ժոնգթոնգ Մակնիշի ավտոբուսը։ Ինչ-որ տարօրինակ հենց 7 համարի հետ է բոլոր խնդիրները տեղի ունենում, բայց ճիշտ եք ասում, ասեմ ավելի, շատ կներեք, ասեմ ավելին 7 համարի հետ կապված շատ է դեպքեր լինում ու շատ ես երեք դրա մասին էլի բարձրաձայնել եմ 105 զանգահարել եմ, բողոքել եմ 27 համարներ ուշանում, բայց 7 համարը հաճախակի է ուրեմն ուշանում, 40-50 րոպեով սպասում են, հենց այստեղի կանգառում, հեռու չգնանք, այս քաղաքապետարանի մոտի կանգառում մարդիկ կանգնում 40-50 րոպեով 7 համար են սպասում, այդ 7 համարի հետ կապված շատ է դեպքեր լինում, այո։ Շատ բարի, պարոն Դանելյան, հենց հիմա կխնդրեմ ձեր այս եթերն էլ լավ է, ուղիղ եթեր է, բոլոր ձեր ասած դեպքերը կուսումնասիրեն եւ կարող ենք հաջորդ ավականու նիստին դեպք ասենք, որով ինչ եղավ էլի, խնդիր չկա։ Երկրորդ հարցս, խնդրեմ։ Երկրորդ հարցս ուրեմն 24 թվականին 26.5 միլիարդ դրամ գույքահարկ է հավաքագրվել, 25 թվականին նախատեսվել է 33.5 միլիարդ դրամ գույքահարկ։ Ուրեմն միայն փոխադրամիջոցներից այդ գույքահարկից միայն փոխադրամիջոցներից հավաքվել է 13.5 միլիարդ 24 թվականի համար եւ մոտավորապես 14 միլիարդ դրամ էլ հավաքագրվի 25 թվականին։ Հիմա Երևանի քաղաքացիները կամ մեքենա ունեցողները կամ վարորդները գույքահարկը վճարում են, որպեսզի Երևան քաղաքում իրենց մեքենաները Երևանի փոսերում չջարդեն, այսինքն այդ մասով գոնե անվտանգ երթևեկեն, այսինքն չխափանվի իրենց մեքենաները։ Ես ինքս մեքենա չունեմ, բայց ես խոսում եմ վարորդների անունից։ Ու այս մարդիկ գումարը այդ գույքահարկը վճարում են, որպեսզի իրենց մեքենաները չջարդի, բայց Երևան քաղաքի փողոցները լիքն են կամ հարուստ են փոսերով։ Սրա մասին այսօր խոսվել է, շատ չկրկնվեմ, Երևանի տարբեր վարչական շրջաններում կամ տարբեր թաղամասերում ոչ միայն փոսերն, այլ ամբողջ փողոցը քանդված։ Նման դեպքեր կան, ասվեց Շենգավիթ վարչական շրջանում են Շենգավիթի սեփական սեկտորում, այդպես դեպքեր կան Սիլիկյան թաղամասում,
հաղթանակ թաղամասում, ուրեմն թաղամասում եղել ենք, ես դրա մասին մի քանի անգամ գրառումներ արել եմ, այնտեղ ոնց որ այդ թաղամասը մոռացված լինի Երևան համայնքի կողմից, այդ թաղամասի փողոցներում փոսեր չեն, խրամատներ են։ Ու այդ փոսերը, այդ մարդիկ բողոքում են, քաղաքացիները իրանք հազանգում են, ասում են պետքա վերանորոգվի, հիմնանորոգվի։ Եվ բացի այդ փոսերից, ուրեմն 82.5 միլիոն դրամ անցած տարի 24 թվականին ավելի ճիշտ ծախսվել է հետիոտային անցումների համար։ 80 միլիոն է նախատեսվել է 25 թվականին։ Հիմա պարոնեք իշխանավորներ, դուք ընդհանրապես մեքենայով շրջում եք, ոտքով շրջում եք բացի մեքենայից, իշխում եք ավտոյից։ Օրինակ Կոմիտաս պողոտայում, Կոմիտաս փողոցում, Փակ շուկայի մոտ տեղադրել եք, ուրեմն տեղադրել եք վերելակ, որը չի գործում, եւ որի հետևից չեն է գնում, տենան գործում է, չի գործում, փչացել է, ինչի համար է փչացխի չեն պատրաստում։ Նույնը կա նաեւ նորքի զանգվածում։ Նորքի զանգվածում, այո։ Սա այս մի նկարն եմ արել, այս վերելակի, որը որ չի աշխատում, խափանված է։ Հեռու չգնանք այստեղից, այստեղից մի 3-400 մետր հեռու Սուրբ Սարգիս եկեղեցու մոտի գետնանցումը։ Ուրեմն այդ գետնանցումով դուք նյուժել եկեղեցի չեք գնում, որ այդ գետնանցումով անցնեք, տեսնեք։ Ուրեմն ինչա կատարում, սա Անդրանելյան Ես ավարտում եմ, այս ցույց են տալի ավարտեմ։ Սա բան ուրեմն գետնանցումի նկարներն եմ արել, որ ցույց տամ, թե ինչ է կատարվում գետնանցումում։ Այդ գետնանցումը, ուրեմն տեսեք, հերթով այսպես արագ-արագ ցույց տամ, ավերվակ վիճակ։ Սա վերանորոգման, շտապ վերանորոգման կարիք ունի, ուրեմն ես նույնիսկ մի հատ առաջարկ անեմ, այս մասը օրինակ, հիմա սա ցույց տամ, ուրեմն լույս չկա, պատերը թափված, այդ ծեփերը, այդտեղով հիմա սպասեք մեկ վարքյան, ուրեմն այստեղ շատ հարմար կլինի ավտոկայանատեղի կառուցելու համար կամ ավտոկայանատեղի տրամադրելու համար։ Այնպես որ այս գետնանցումը գնորից եմ ասում, քաղաքապետանից 3-400 մետր է հեռու։ Գոնե այս գետնանցումը պետք է առաջնահերթ կառուցվեր, եթե չի կառուցվել, ուրեմն նախատեսեք 25-26 թվականներին այս գետնանցումը կառուցեք։ Ես ինձ ուղղակի արագ եմ ցույց տալի։ Եվ այս հատվածը, որտեղ կարելի է ավտոկայանատեղի կառուցել, այստեղ մեքենաներ կանգնեցնեն, եւ որով նաեւ կբեռնաթափի որոշակի հատված։ Շնորհակալ եմ, պարոն Փամբուխչյան։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, դուք գրեթե ելույթ էր ձեր հարցեր չէր, բայց գետնանցումների մասով ուզում եմ նշել, որ մենք քաղաքապետանում մշակում ենք ծրագիր առհասարակ բոլոր գետնանցումներին վերաբերվող, թե ինչ սկզբունքով եւ ինչ ֆորմատով պետք է մենք տանք բիզնեսին, որպեսզի այնտեղ ինեք իրականացնեն որոշակի բարեկարգման աշխատանքներ եւ ունենան իրենց հետաքրքրվածությունը։ Ուզում եմ նշել, որ նաև քննարկվել է ձեր նշած Գրիգոր Լուսավորչի գետնանցումը եւ մի շարք այլ գետնանցումներ քաղաքի տարբեր մասերում։ Առաջիկայում մենք կունենանք այն կոնցեպտը, որը որ մենք կդնենք, գուցե կդնենք մրցույթային, ամեն դեպքում մրցույթային է լինելու, բայց թե նախագիծը կամ թե էսքիզը եւ թե մնացած բովանդակային մասը կդնենք մրցույթային տարբերակների եւ մենք հույս ունենք, որ արդեն այս տարի կավարտենք եւ մյուս տարի մենք կունենանք որոշակի շահումներ եւ մեր գետնանցումները կբերենք պատշաճ տեսքի։ Այս մասով այսքանը, մնացածը ճիշտ ասած չեմ էլ հիշում մյուս մասը ինչ է։ Շնորհակալություն, Աշոտ Սարգսյան։ Պարոն Դանելյան, դուք մոտ 7 րոպե խոսեցիք, արձագանքեցիք էլ, խնդրեմ լավ ասեք։ Կավելացնեմ ուղղակի նաև չմոռանաք ձեր կողմից 2 անգամ վերանորոգված Մաշտոցի պողոտայի Փախշուկայի դիմացի անցումը, որը ձեր 2 անգամ վերանորոգելուց հետո նորից անմխիթար վիճակում է գտնվում, դա էլ դիտարկեք, բայց վերանորոգելուց նենց ընկերության տակ վերանորոգի կամ նենց հետևողական ելնեք ավելի ճիշտ, որպեսզի 3-րդ անգամից հետո 4-րդ անգամվա վերանորոգելու կարիք չլինի։ Եվ այս անցումներով, որ ընկերությունը որ կվերանորոգի, հետևողական եւ պահանջատեր լինի, որպեսզի նորմալ վերանորոգեն քաղաքային բյուջեի կամ ժողովրդի հավաքագրած գումարը չմսխվի։